Ինչ թվում այս սերիալի մասին միայն ես եմ հիշում, մեկ էլ իր հեղինակը Օպրա Սելագարտուս։ Ինչ որ մեկը հիշում է այս սերիալի մասին։ Տվյալ սերիալը բրազիլական է եւ ցուցադրվել է 2006 թվականին։ Պատմության կենտրոնում միլիոնատեր Օմար Պասկինն է, լյուքսուս շքեղ խանութների ցանցի սեփականատերը։ Իմանալով, որ իրեն մնացել է ընդամենը մի քանի ամիս ապրելու, նա վախենում է, որ իր հսկայական կարողությունը կհայտնվի իր շահամոլ ազգականների ձեռքում։ Իր կարծիքով ժառանգությանը արժանի միակ մարդը իր զարմուհի Բելն է։ Սակայն Բելը հրաժարվում է ընդունել գումարը եւ հաճախ վիճում է հորեղբոր հետ։ Որպեսզի բացահայտի հարազատների իրական մտադրությունները, Օմարը դիմում է մի խորամանկ քայլի։ Նա բեմադրում է իր սեփական մահը եւ դրանից հետո ներկայանում է որպես հասարակ հավաքարար Վիսենտինյո անունով։ Այս կերպ նա կողքից սկսում է հետևել բոլոր նրանց, ովքեր սպասում էին իր ժառանգությանը։ Այդ ընթացքում մեր Բելը սիրահարվում է լյուքսուսի ազնիվ աշխատակից Դուդային։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ կտակում ունեցած սխալի պատճառով ժառանգությունը անցնում է ոչ թե Դուդային, այլ նույն անունը կրող մեկ այլ մարդու՝ արկածախնդիր եւ խորամանկ Ֆոժինյոին։ Այդ պահից սկսած բոլոր հերոսների կյանքը կտրուկ փոխվում է։ Ֆոժինյոն փորձում է հարմարվել հարուստ ժառանգորդի կյանքին, բայց անընդհատ բախվում է դժվարությունների հետ։ Նրա հանդեպ սկսում է զգացմունքներ տածել վաճառողուհի Էլենը, ով ի սկզբանե ուղղակի հարստանալու նպատակով էր իրեն ուշադրություն դարձնում։ Իսկ այս սերիալի գլխավոր չարագործը Բելի զարմուհի Լեոնան իր դաշնակիցը Ստեֆանի հետ դավադրություններ է կազմակերպում, որպեսզի վերահսկողություն հաստատի լյուքսուսի եւ Օմարի ունեցվածքի նկատմամբ։ Իր նպատակներին հասնելու համար նա պատրաստ է ամեն ինչի եւ նույնիսկ սպանության։ Սերիալի ավարտը լի է դրամատիկ իրադարձություններով։ Իսկ թե ինչպես է կոնկրետ ավարտվում այս պատմությունը, ես ձեզ չեմ պատմի։ Գնացեք եւ նայեք։ Դե ինչ սիրելիներս, մեկնաբանության բաժնում անպայման կգրեք, թե որ սերիալն եք հիշում ձեր մանկությունից։ Իսկ ձեզ հետ է Յանիկան։ Բայ բայ։